Հա, դրանց հետ գնալով այդ թեմային, որ մեկ իշխանությունները ու մեկ սովետական ժամանակաշրջանում, մեկ էլ հիմա խառնվում են, այն նույն խմբագիրը, այն նույն թերթի գնացել էր ՄԿՕ-ի ներկայացմանը ու այնտեղ վերջում տենց բռնվել էր դերասանների հետ, այսպես դիսկուսիայի, եթե մեղմ ասեմ, այ դրան ոնց ենք նայում, էլի, որովհետև այտենց բացեի բաց նույնիսկ սովետում երևի չի եղել, որովհետև այնտեղ կարող է ինչ-որ այդ կուլտուրնի կոմիսիաներով արկել էին բանում, բայց ոչ ոք իր դեմքով չէր կանգնի ու ասեր, այ ձեր մոտ ինձ թվում է, այստեղ ռոպագանդայի տեսանկյունից ինչ որ սխալ կա ներկայացման մեջ, այդքան հայրենասիրական չի։ Շատ բացասական են վերաբերվում, անկեղծ ասած, ու հետո որ նայեցի, էլ ավելի ջղայնացա, մեղմ ասած, որովհետև որևէ մեկը անկախ նրանից ինքը ինչ պաշտոնյա իրավունք չունի դերասանին սովորացնի, թե ոնց պետքա խաղան ու ինչ պետքա լինի ներկայացման իմաստը։ Ինքը իր կարծիքը կարա ունենա, բայց դա չի նշանակում, որ մասսայական ժողովրդի մոտ դնես դերասաններից խոսած ոնց որ քո երեխեքը լինեն, հո լակոտներ չեն, ընդ որում անվանի դերասաններ են, բավականին հայտնի եւ Մկոն, եւ Տիգրանը Գյուլումյան, աղջիկները, բայց տենց չի կարելի, Արծրունը